Իսկ եթե գլյուկոզան չյուրացվի, չէ որ մեր ամբողջ խնդիրները սեռական հորմոններ արտադրող ձվերն ու ձվաբջիջները առաջին հերթին պետք է ունենան նորմալ գլյուկոզա յուրացված էներգիա։ Հոգնածությունը արդեն նշանակում է սեռական ցանկության բացակայություն, համաձայն չեք ինձ հետ։ Այսինքն որտեղ մեծ կամանգանք է որտեղ ինչի սեռական ցանկություն չունի, հլա մի տեսնենք ինքը հոգնած վիճակում է, ինքը առույգ վիճակում է, չկա առույգ տղամարդ, որ չունի սեռական ցանկություն կունենա, եթե ինչ որ խնդիր կա, բայց հիմնականում տղամարդը, որը էներգիայով լեցուն է, ինքնավստահ է, իսկ դա կա, երբ որ տեստոստերոնը բավարար քանակի է, այդ տղամարդը անպայման կունենա սեռական նորմալ ցանկություն։ Նույնը վերաբերում է կնոջը, չունի սեռական ցանկություն, ամբողջ օրը հոգնելու ընտանիքի համար բոլոր հոգսերը քաշելով, հայկին այդպիսին է, երեկոյան արդեն ուշ հազիվ ընկնում է անկողին քնելու համար, իրան քունն է հետաքրում եւ ոչ թե կողքի տղամարդը, եւ մենք ունեցանք սեռական խնդրեմ։